Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 7-ի համար բոլոր տարվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին փետրվարի 7-ին։ Այստեղ մի փոքր վեճ է, հնարավոր է նաև տուն եք մաքրում։ Հնարավոր է նաև վեճ է, այստեղ գործերի հետ կապված դա կարող է լինել։ Նաև կարող տուն մաքրել, այ ձեր տարածքը մաքրել աշխատանքային, ոմանք այդ օրը ճանապարհներին շատ կլինեն, երկար ճանապարհ կգնաք կամ ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կգան, նաև գործերը, կփորձեք առաջ մղել այստեղ, շատ կաշխատեք այդ օրը, որ ավելի գուցե հաջորդ օրերի համար կամ հաջորդ օրվա համար թեթև լինի կամ դե չեք աշխատելու կարող հաջորդ օրը, որպեսզի համատեղեք։ Դե նաև այդ օրը այսպես թե այնպես շատ աշխատանք, եթե ուրիշի մոտ եք աշխատում, միևնույն է, էլի շատ աշխատանք ձեզ կտան, որպեսզի դուք անեք այդ օրը։ Կարող եք այցելել վարչապետական հիմնարկություն, այնտեղ բանկ, որը բաց է եւ այլն, որտեղ որ հնարավոր է։ Եվ ձեր գործերը, առաջ կգնան, ոմանք կարող է աշխատանքի են ընդունվում եւ պետք է երկու շաբթի օրվանից օրինակ արդեն անցնեք աշխատանքի։ Սա նաև տնային աշխատանքներն է, այդտեղ եթե տուն եք մաքրելու, կարող սա ցույց է տալիս, որ տանն եք բավականին շատ աշխատելու այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, տարվա ծնված ցուլերին է վերաբերվում սա։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 7-ին։ Ոմանք ժամադրության կգնան, անակնկալներ, նվերներ տեղի կունենան, գուցե երեխաների առիթ է, գուցե այստեղ հղիություն է բացահայտվում, գուցե երեխայի սեռն է բացահայտվում։ Ամենայն դեպս ոմանց համար անակնկալներ են սա, ուրախ բարձր տրամադրություն, նվերներ, գուցե ծնունդ է, գնում եք, նվերներ եք տալիս կամ ձեզ են բերում նվերներ։ Նաև այդ օրը գաղտնիք կբացահայտվի, ոմանք կզբաղվեն իրենց ուսմամբ, կսովորեք, ոմանք իրենց կյանքի էջը կփոխեն, եւ արդեն ուրիշ բաներով կսկսեն զբաղվել, ուրիշ բաներ կսկսի իրենց հետաքրքրել։ Ոմանց համար սա հղիություն է, ծննդաբերություն, ոմանք նոր բիզնես կսկսեն, եւ դա կարող է լինել ձեր կյանքի մեկ այլ էտապը, այսինքն հանգիստ շրջանը վերջանում է եւ անցնում եք այդ բիզնեսի խառնաշփոթ իրավիճակին։ Դա նաեւ նոր կյանք է, այսպես թե այնպես, նոր կյանքի սկիզբ է, նոր ինչ-որ մի բանի սկիզբ է, փոքր, թեկուզ հարաբերությունների, կարող է այստեղ ովքեր միայնակ են իրենց համար, ինչ-որ նոր հարաբերությունների սկիզբ է, սիրո խոստովանություն է, եւ շարունակում եք իրար հետ շփվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ուրեմն երեք ձեր նշանը ասել վերջացրել էի, անցել էի հաջորդին, բայց էլի ձեր նշանն է, թողը երկու անգամ երեք կանխատեսում եմ արել։ Չեմ հիշում ինչ եմ ասել, ամենայն դեպս լավ կլիներ գոնե ասեի։ Ամսի 6-ին եք այսպես թե այնպես նայում այս կանխատեսումը։ Տեսնենք ինչ է սպասվում վագրերին փետրվարի 7-ին։ Այդ օրը շատ աշխատանք կունենաք, բավականին շատ, հնարավոր նաև այստեղ առիթ է, երեխայի առիթ է, գնում եք ռեստորան, գնում եք ինչ-որ մի տեղ։ Եվ ոմանց մոտ դա ուղղակի շատ աշխատանք է, պաշտոնի փոփոխություն, նաև պատվերներ, նաև այցելություն պետական հիմնարկություններ, ոմանք այստեղ կծննդաբերեն, ոմանք հղիություն է սպասվում, կարող եք հղի լինել, նաև նոր գործ, նոր բիզնես, նոր կյանքի սկիզբ, նոր աշխատանք նաև կարող է լինել սա ձեզ համար, կամ երեխաները կարող է, եթե մեծ են, կարող է իրենց մոտ է սա ցույց տալիս, որ իրենք սկսելու են աշխատել։ Եվ տան հետ կապված հարցեր են, միգուցե ուբորկա եք սկսում, միգուցե տեղափոխվում եք, տուն եք նայում, վաճառում, գնում, ինչ-որ պահեր են։ Նաև դա առիթ կարող է լինել այստեղ, կարող է տանն եք ինչ-որ մի բան նշում, հետո վեր եք կանում, գնում եք օրինակ ռեստորան։
կամ ցույց է տալիս, որ ռեստորանից հետո եւս դեռ գալիս եք տուն եւ էլի նորից դեռ նշում եք, առիթը։ Ամենայն դեպս տան հետ կապված ինչ-որ հարցեր են, ընտանիքի անդամների հետ կապված ինչ-որ հարցեր են, ընտանիքի անդամների հետ շատ կանցկացնեք այդ օրը, այդպես։ Իրերը կտեղափոխեք այս օրենքով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին փետրվարի 7-ին։ Ինչ-որ կտրուկ քայլ եք անելու այդ օրը, նաև ոմանց համար սա վիրահատություն է, ոմանք կարող են վիճել եւ ինչ-որ մեկին հեռացնել իրենց կյանքից, ոմանց մոտ էլ սա ուղղակի պետք է ուշադիր լինեք սուր գործիքների նկատմամբ։ Ամենայն դեպս ինչ-որ մի բան եք որոշելու կտրուկ, փոխելու եք ձեր կյանքը, փոխելու եք գուցե ձեր ճանապարհը, ձեր ուղին։ Այդ օրը նաև ոմանք ճանապարհներին կլինեն, այս այն կողմ կգնաք, կամ գուցե ինչ-որ մեկ երկար ճանապարհ եք գնում, կամ ձեզ մոտ կարող են գալ ինչ-որ մարդիկ։ Եվ ձեր գործերը առաջ կտանեք, ձեր գործերը առաջ կմղեք։ Եվ այստեղ կարող է մաքրում եք ձեր շրջապատը, մաքրում եք ձեր տարածքը, որպեսզի սկսեք նոր գործ, կամ նաև սա վեճ է, գործերը առաջ մղելու համար է վեճ, գուցե շատ եք զբաղվում գործերով, տան ուշադրություն չեք դարձնում։ Միգուցե նաև դա կարող է լինել ճանապարհի հետ կապված վեճ, այն դիմացինը չհամաձայնվի, կամ գնաք տեղ հասնեք վիճեք, կամ հետ գաք, վիճեք, այդպես նաև։ Դե ուշադիր եղեք, այստեղ նաև ունեք սուր գործիքներ, ղեկին վիճել չի կարելի, բացարձակապես նույնն է կանանց է վերաբերում, կանայք շատ են սիրում վիճել ղեկին։ Ոչ թե իրենք նստած ղեկին, այլ ամուսնու հետ, որ ղեկին է, որը բերում է միշտ է բերում, շատ վատ իրավիճակի։ Միշտ տղամարդը այդ ժամանակ է հարվածում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին փետրվարի 7-ին։ Շատ աշխատանք կունենաք այդ օրը, նաև կարող է ցույց տալիս ռեստորան, դա արդեն շաբաթ է, գնում եք նմանատիպ տեղ, ինչ-որ նշելու, ինչ-որ առիթ է։ Նաև սա աշխատանք է, որը եւս հաջողությամբ կանեք, նաև կարող եք աշխատանքի ընդունվել, շատ հեշտ, շատ ամեն ինչը նորմալ, բայց օծեր կան, գուցե պետք է իմաստուն լինել աշխատանքի ընդունվելու համար կամ հետո, ձեր քայլերը պետք է իմաստուն լինեն։ Բայց նաև կա, որ ընդունվում եք նոր աշխատանքի եւ այնտեղ միանգամից ձեզ դիմավորում են օրինակ օծերը։ Ոմանք այդ օրը կգնան ոչ ռեստորան, ոչ պետական հիմնարկություն, հիվանդանոց եւ այլն, նաև հարցազրույցի, նաև շատ աշխատանք, պատվերներ, կախված է թե դուք ինչով եք աշխատում, ինչ եք անում, շատ է լինում աշխատանքը եւ այդ օրը ուշ տուն վերադառնանք։ Ամենայն դեպս ինչ է լինի, ձեզ համար նոր դռներ է դա բացում։ Թե շատ աշխատանք, թե նոր աշխատանքի ընդունելությունը, ձեզ համար սա նոր դռներ է բացում, նոր հնարավորություններ։ Եվ դե պետք է իմաստուն լինեք այդ աշխատանքը պահելու համար եւ պետք է ուշադիր լինեք նաեւ այդ օրը օծերի նկատմամբ, որտեղ կարող են օծեր լինեն, նախանձեն եւ այնպես անեն, որ աշխատանքի հետ կապված խնդիրներ ունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օծերին։ Ինչ է սպասվում օծերին փետրվարի 7-ին։ Հանդիպում շփում որևիցե տղամարդու հետ, տարիքով անձնավորություն է, ամենայն դեպս կարող է նաև լինել պետական պաշտոնյա, պետական աշխատանք։ Ձեր հայրը, ձեր ամուսինը, կախված է ինչ տարիքի եք դուք, տեսնենք ամենայն դեպս ով է, ինչ-որ խոչընդոտներ կա կամ իր մոտ, կամ իրեն տեսնելուց է այդ խոչընդոտները առաջանում։ Կամ խոչընդոտներ ունի, պետք է ոնց որ դիմում է ձեզ օգնության, որպեսզի աջակցեք, օգնեք, այդ խոչընդոտներից ազատվի։ Եվ այդ օրը ձեր ընտանիքի անդամների հետ կանցկացնեք, ոմանք կզբաղվեն իրենց առողջությամբ, գեղեցկությամբ, կխնամեք ձեզ,
Նաև դա ծնողներն են, հա, ում հետ որ կարող եք անցկացնել կամ գնանք ձեր ծնողների մոտ, սա նաև, հա, կարող է այնտեղ ինչ որ մի բաներ չեն կարողանում անել եւ գնում եք օգնելու իրենց։ Եվ այդ օրը նաև փոփոխություն է մտնում ձեր կյանք, միգուցե նաև ձեր պլանների փոփոխություն է սա։ Նաև փոփոխությունը կարող է լինել գլոբալ, ինչ որ մի բան տեղի ունենա ձեր շրջապատում եւ դա ազդի ձեզ վրա։ Հղիություն, ծննդաբերություն, փոփոխություն նաև բնակարանի, տարածքի, կամ երկար ճանապարհ կարող եք գնալ։ Նա ինչ որ մի փոփոխություն ամենայն դեպս մտնում ձեր կյանք։ Կարող ծնողներին եք բերում ձեր տուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին փետրվարի 27-ին։ Եթե գաղտնիք կբացահայտվի, գուցե դա ձեզ համար մի քիչ դժվար լինի։ Այդ գաղտնիքը լսել, այդ գաղտնիքը իմանալ։ Նաև ոմանք կզբաղվեն ուսմամբ, եւս հա ուսում էլի դժվարություններ կարող է լինել։ Դժվար տրվի, դժվար սովորեք, հավես չունենաք։ Ձեզ համար այդ օր այդ ուսումը, այդ անգիրը կամ եւ այլն երեխային սովորեցնելը կամ ձեր համար ոնց որ ավելորդ բեռ լինի։ Օրինակ վերջերս տեսա, որ ինչ որ մեկը տեղադրել էր մայրենի լեզուն, ինչ էր, չգիտեմ, Ղազարոս Աղայան, չէ, ինչ որ մեկն էր։ Ստեփանոս Ղազարյան, ինչ որ մեկն էր գրել այդ ոտանավորը, այնպես չի, օրինակ ես շատ մեր ոտանավոր գրողներին, հա, մեր գրողներին ես այդքան էլ չեմ կարդում իրենց գրածը, որովհետեւ բացարձակապես հասկանալի չի։ Միգուցե իրենք հասել են, հա, ինչ որ մի էտապի, որտեղ որ իրենք ճանաչվել են, բայց ոչ բոլորի գրածներն է ինձ համար օրինակ հասկանալի։ Ոտանավորներ կան, հա, որ շատ հեշտ է անցալվում, շատ հեշտ է ոնց որ գրագետ է գրված, ճիշտ է ընթերցվում, բայց այնինչ անկապ բաներ էր գրված այդ դա հին մեր գրողները չեն, դա նոր գրողներն են։ Ես այդ մարդուն գիտեմ, ինքը դեռ ողջ է ու դա նոր է գրել։ Նազարյանն էր, ինչ էր։ Ամենայն դեպս, ինչ էր գրված, հա, մի հատ ու երեխան պետք է անգիր աներ դա։ Մայրենի լեզուն էր, հա, մայրենի լեզվի անգիրն էր դա, ովքեր ունեն երեխա։ Այդ դա անգիր չէր, դա մայրենի լեզվի մասին չէր։ Այսինքն ոնց կարելի է տատերը, պապերը գերեզմաներից իրան կանչեն։ Չգիտեմ ինչ էր, ինչ որ բաներ կան, հա, միգուցե ին դեմ եք, հա, իմ ասածին, բայց ինձ համար մեր ոչ բոլոր ստեղծագործողներն են, որ ես իրենց ոտանավորները գիտեմ անգիր, նաև կարդում եմ։ Բաներ կա, հա, բոլորս գիտենք, բոլորս, հա, դա ինստինկտյան, եւ որովհետեւ հենց այդ 1-2 բանաստեղծությունն է, ուրիշ ոչինչ։ Հələ մնացածը մի հատ փորձեք կարդալ։ Եվ այդպես է կարող է նաև այստեղ անգիր են ուզում անել, պետք է դժվարություններ կա, ինչ որ բան եք ուզում սովորել, դժվարություններ կա, հա, խնդիրներ կան, ոնց որ բեռ է ուսերին եւ երեխաների եւ ձեզ համար, հա, որ ինչ որ մի բան սովորեցնեք կամ սովորեք թեկուզ։ Այդ օր նաև կհանդիպեք որևիցե կնոջ, ձեր մայրն է նաև այստեղ ոմանց համար։ Շատ շփում է այդ կնոջ հետ, նաև այս կինը բամբասում է, շատ մի պատմեք ձեր մասին, կարող խոսել, կիսվել հավեսով, բայց բամբասկոտ է, հա, այնպես որ զգուշաղեք։ Նաև կարող եք լեզվակռվի մեջ լինել իր հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կայծերին, նաև ոչխարներ են նշանակում։ Ինչ է սպասվում այծերին փետրվարի 7-ին։ Խոչընդոտներ կան այդ օրը, որ պետք է հաղթահարեք, այսինչ որ վեճ խոչընդոտներ, օծեր, նախանձ մարդիկ, ինձ թվում է իրենք են ձեզ համար խոչընդոտ ստեղծում եւ վիճում եք իրենց հետ։ Տեսնենք խոչընդոտները սա ինչի համար է։ Ինչա, ինչքան ված քարտ կա դուրս եկավ։ Խոչընդոտներ պետք է այդ օրը հասկանաք կարելի է արդյոք վիրատություն անել հստակ հենց այդ օրգանի հետ կապված, նայեք լուսնային է անպայման օրգանների հետ կապված։ Նաև սա էլի վեճ է, հա, էլի վեճ է կամ կտրուկ ոչ է, քայլ կարող եք անել անմտածված, դա ձեզ համար բերի խոչընդոտներ։
Դեռ պետք է շատ ուշադիր լինեք այդ հարցում։ Երկար մտածեք ինչ-որ կտրուկ քայլ անելուց առաջ, ինչ-որ մի բանը հիմքից նորից սկսելուց առաջ։ Այդ օրը կարող է ոմանք տուն են մաքրում, դե ոմանց մոտ դա վեճ է։ Եվ պետք է այստեղ նաև դες վերջում հենց ասվում է, որ մի փոքր իմաստուն եղեք եւ յուրաքանչյուր քայլը հաշվարկեք ճիշտ, նոր հետո ինչ-որ մի բան սկսեք, ինչ-որ մի բան արեք, թեկուզ վեճը։ Եվ կարող օծեր են ուղակի խառնում են այստեղ խճճում են, դες համար խոչընդոտներ են ստեղծում այդ օրը։ Հանգիստ եղեք այդ օրը, ոչ ոքի հետ մի վիճեք, որտեվ այդ վեճը կարող է իրոք, հա, հատկապես այստեղ սուր դանակներ են, սուր գործիքներ են, եւս դրա հետ պետք է ուշադիր լինել, այդ օրը եւս ասացի վիրատության համար ուշադիր եղեք, եւ կարող է մի փոքր ձեզ, հա, վնասեք եւ այդ վնասվածքի պատճառով ոչինչ չկարողանաք անել, օրինակ։ Նա ինչ որ գործողություն չկարողանաք անել, որտեղ այդ վնասվածքը ոնց որ չի թողում ինչ որ բաներ անել։ Ուշադիր պետք է լինել այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին փետրվարի 7-ին։ Այդ օրը առույգ կլինեք, նավրը ճանապարհներին եք լինում, հյուրեր եք ընդունում, դուք եք գնում հյուր, ինչ բաներ կպատվիրեք, բերեն ձեր տուն, նաև հյուրեր, այստեղ նորություններ կլսեք, դուք բավական առույգ այդպես լիքը բան այդ օրը կհասցնեք անելու։ Նաև ոմանց սերկ խոստովանեն, ոմանք սիրահարվեն, ոմանց այդպես ուշադրություններ, հա, ձեր նկատմամբ, ձեր գեղեցկության նկատմամբ, այդպես ուշադրություններ ստանաք հակառակ սեռի կողմից։ Եվ ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, ձեզ սիրված կզգաք, գուցե ձեր հարազատների շրջապատում եք գտնվում, հա, ձեզ լավ եք զգում, բարձր տրամադրություն, հիանալի օր է, մարդը էներգիայով կլինի եւ ինչ-որ բաներ, յուրաքանչյուր բան այդ օրը կանի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին փետրվարի 7-ին։ Ոչ է գաղտնիք կբացահայտվի, նաև ուսմամբ կզբաղվեք, գիտելիքներով կզբաղվեք, կփոխեք կյանքի էջը, կփոխեք գուցե գործունեությունը, ոնց որ մարդը այդ գրքի էջը փոխում է, վերջ արդեն սկսում է ապրել ուրիշ կերպ, ուրիշ ձևով, ուրիշ մտածելակերպով։ Նաև այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, գումար կստանաք, գումար կծախսեք նաև այդ օրը։ Այսպես թե այնպես ես այն մյուս տեղում ասեցի, որ ես շաբաթ օրերը գնում եմ առևտրի, այնպես որ այդտեղ գումար եմ ծախսելու այդ օրը, ուզեմ թե չուզեմ։ Ես որպես ակաղաղ, հա, արդեն ասեմ, որ կատարվում է, որտեղ շաբաթ ենք գնում մշտապես։ Կամ գումար կգա, թե։ Նաև եթե ցանկություն ունեք այդ օրը պահեք ձեր ցանկությունը, նաև ոչ ճակատագրական մի բան կլինի, հա, ոնց որ մարդը իր կյանքում իր գրքի էջը փոխում է, հա, իր ուրիշ կերպ է սկսում ապրել եւ հա ձեր ցանկությունը այդպես իրականանում են, նաև դա ձեզ համար ճակատագրական է։ Եվ հերվից լուրեր կլսեք, ինչ-որ մեկի մասին, ձեր հարազատների մասին, ովքեր ունենան հերվում բարեկամները, իրենց մասին կլսեք այդ օրը, չէ՞ տեղեկատվություն։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին փետրվարի 7-ին։ Ուշադրություն պետք է դարձնեք այդ օրը սուր գործիքներին, հատկապես եթե ճանապարհ եք գնալու, շատ ուշադիր, ոմանց համար սա վիրահատություն է, ընդհանրապես նվազող լուսնի ժամանակ շատ լավ է վիրահատություններ անել, ուղղակի պետք է նայեք օրգանները, այդ օրգաններում կարելի անել, թե ոչ, որովհետև այդ օրգանները այդ օրերին բավականին թույլ են լինում, եւ այդ օրգաններում կատարած բոլոր տեսակի վիրահատությունները կարող են ձեզ ավելի վնասել, քան այդ օրգանի համար լավ լինի։ Դրա համար անպայման ուշադրություն դարձրեք դրան, հետո նոր վիրահատություններ արեք։
Եվ այստեղ կարող ինչ-որ մի կտրուկ քայլ անեք, կտրուկ որոշում կայացնեք ձեր կյանքի վերաբերյալ, ինչ-որ մեկին ձեր կյանքից հանելու վերաբերյալ, այստեղ կարող է որոշում եք վերջ ձեր գործերը առաջ եք մղում, վերջ գնում եք տեղափոխվում եք ուրիշ տուն, ուրիշ երկիր, գնում եք այդ երկար ճանապարհը ի վերջո, հա, դրա համար եմ ասում, այստեղ նաև առողջությունն է ընկել, շատ ուշադիր եք վարում այդ օրը, շատ ուշադիր, որքան հնարավոր է, հա, կենտրոնացված, զգում եք հոգնել եք, ուրեմն գնացեք, հա, հանգստացեք, հետո նորից վարեք, եթե գնում եք երկար ճանապարհ, եթե զգում եք կիսաքուն եք եւս, հա, հանգստացեք նոր այստեղ, վտանգը բավականին մեծ է, ես զգուշացնում եմ։ Դե նաև ոմանք այստեղ, եթե ընտանեկան ոճագործեր կամ բիզնես կամ ձեր ծնողներն են արել կամ հա ինչ-որ ձեր եղբայրը ընտանիքով կարող եք ոչ մի գործ որոշել սկսել։ Ընտանիքով մեկը մյուսին կօգնի, որ գործերը առաջ մղեք։ Այդ օրը նաև կզբաղվեք ձեր առողջությամբ, նաև ձեր գեղեցկությամբ, ոմանք կարող են այցելել ոչ գեղեցկության սրահ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, նաև խոզեր է կոչվում։ Ինչ է սպասվում վարազներին փետրվարի 7-ին։ Վերջապես ընկավ, որ ինչ-որ մեկ այդ օրը առիթ ունի։ Առաջին նշանն է այս երկու ալիքների համար, որ այսպես ընկնում է, որ ինչ-որ առիթ ունեք։ Այդ օրը առիթը ուշադիր եղեք, այստեղ վեճ կարող է լինել, լեզվակռիվ կարող է լինել ինչ-որ մեկի հետ, առիթը հարամ չլինի։ Նաև դա հասարակական վայր է, կարող է հասարակական վայրում վիճում ինչ-որ մեկի հետ, լեզվակռիվ է, դա ավտոբուս է եւ այլն, դա կարող նստած լինել, խոսեն եւ մտնեք լեզվակռվի մեջ։ Նաև դա այգի է, որ կարող եք գնալ, կինոթատրոն, հա, ինչ-որ վայր, որտեղ եւս էլի խոսակցություններ, հա, խոսակցություններ կարող է նաև վեճի բռնվեք։ Ոմանք կարող են մաքրել ինչ-որ տարածք, որը հասարակական է, հա, կարող է ձեր շենքի բակն եք որոշում մաքրել, կամ այնպիսի տարածք, որը էլի նայց, հա, ինչ-որ մարդկանց է եւս էլի պատկանում, կամ հավաքվում եք մի քանի մարդկանցով եւս էլի մաքրում եք ինչ-որ տարածք։ Կամ եթե առիթը ձեր տանն է, հա, կոտում եք մաքրում։ Ամենայն դեպս այդ օրը շատ շփում կունենաք, լեզվակռիվ նույնպես եւ բամբասանք, հա, պետք է հասկանալ, որ ամեն ինչ պետք չի բացել այդ օրը, շատ գաղտնիքներ պետք չի բացել, դա ձեզ վնաս կտա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։